Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահական ուշի խոհանոցում եք, որի համար անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Ինչպես տեսնում եք, այսօր թխելու ենք մի շատ համեղ և գեղեցիկ թխվածք խմորեղեն, որը հաճելի կլինի բոլորի համար։ Եվ այսպես, ահա այն մթերքները, որոնք մեզ անհրաժեշտ է խմորը թխելու համար։ Վերցրել եմ 200 գրամ շաքարավազ, 6 ցու խոշոր, 200 գրամ ալյուր, 2 թեթև ճաշի գդալ օսլա, վանիլին, աղ և 1 թեյի գդալ փխրեցուցիչ։ Ահա այս ամենը, ինչ մեզ պետք է այս խմորեղենը թխելու համար։ Ձուն առանձնացրել եմ սպիտակուցը և դեղնուցը։ Այժմ առաջին հերթին մենք կհարենք դեղնուցը կես շաքարավազով, այսինքն 100 գրամ շաքարավազով, կունենանք շատ գեղեցիկ, այսպես ասած, գոգլի-մոգլի, այսպես ավելի հետաքրքիր և ավելի փքուն խմոր է ստացվում, երբ որ շաքարավազը առանձին հարում ենք և դեղնուցի հետ, հետո ավելացնում ենք մյուս մասը սպիտակուցի վրա և բեզե ենք ստանում։ Բայց եթե դուք ունեք հզոր հարիչ, կարող եք այս ամենը խառնել իրար և ստանալ էլի շատ գեղեցիկ մի զանգված։ Ես գերադասեցի այս անգամ այսպես պատրաստել, որպեսզի ունենամ սպիտակ խմոր։ Իսկ թե ինչպես եմ դեղնավուն խմոր ստանում, եթե կհետաքրքրի, ես ընթացքում կկարողանամ ասել։ Այժմ սպիտակուցին ավելացնում ենք մի պտղունց աղ, հարում ենք այնքան, մինչև թանձրանա։ Ես երբեմն ամբողջ շաքարավազը հարում եմ սպիտակուցի հետ, հետո առանձին ավելացնում եմ դեղնուցը։ Այս ընթացքում իմ խմորը ստացվում է դեղնավուն, հետաքրքիր դեղին երանգ է ունենում, բայց քանի որ այսօր պիտի սպիտակ կրեմով աշխատենք, ես մտածում եմ ավելի հարմար է այսպես, որ ունենամ սպիտակ խմոր։ Դուք կարող եք փորձել երկու տարբերակն էլ։ Այժմ սպիտակուցին ավելացրեցի շաքարավազը և ունենք արդեն լավ թանձր, տեսեք ինչքան պինդ բեզե։ Այժմ բեզեին ավելացնում եմ մեր գոգլի-մոգլին և շարունակում ենք հարել, որպեսզի ունենանք համասեռ զանգված։ Ահա այսպիսի գեղեցիկ փքուն զանգված ունեցանք։ Այժմ արդեն դադարեցնում ենք հարելը, 1-2 րոպեն բավական է, որպեսզի մենք ունենանք այսպիսի գեղեցիկ զանգված։ Այժմ ավելացնելու եմ ալյուրը։ Նախ ավելացնելու եմ ալյուրի մի մասը։ Տեսեք, ալյուրի շերտը խմորի երեսին կանգնում է, չի նստում, սա նշանակում է հաջող է ստացվել։ Երկրորդ կեսի մեջ ավելացնում եմ օսլան և ավելացնում եմ փխրեցուցիչը, մի փոքր և վանիլինը։ Խառնում եմ այս ամենը, որպեսզի փխրեցուցիչը, վանիլինը լավ խառնվեն ալյուրի և օսլայի զանգվածի հետ և արդեն ավելացնում եմ մաղելով մնացած զանգվածին։ Ալյուրը ավելացնելուց հետո արդեն սկսում եմ խառնել թիակով, հավասարաչափ, նույն ուղղությամբ, դանդաղ հանգիստ շարժումներով, մինչև ալյուրը լիովին լուծվի մեր ձվային զանգվածի մեջ։ Ահա այսպիսի գեղեցիկ խմոր ունեցանք, սիրելիներս։ Այժմ տապակամանի հատակին մի քանի տեղ այսպես նշումներ եմ անում, որպեսզի յուղաթուղթը չշարժվի և հեշտ լինի խմորի տարածելը, և արդեն մեր թավան պատրաստ է խմորի համար։ Ավելացնում եմ ամբողջ խմորը միանգամից, տեսեք ինչքան գեղեցիկ խմոր է ստացվել, տարածում եմ ամբողջ թղթի մակերեսով մեկ, ասեմ, որ թավան 30-36 չափեր ունեցող թավան է և մենք բավականին մեծ խմոր ենք ունենալու։ Այս նույն խմորը կարող եք օգտագործել նաև ռուլետների համար, այնպես որ կարող եք և հոսանքն անջատվեց, 3 ժամ հետո ես չգիտեմ, թե մեր խմորն ինչ տեսք կունենա, բայց այս ընթացքում ավելի լավ է եկեք պատրաստենք կրեմը։
Կրեմը պատրաստելու համար ինձ անհրաժեշտ է 200 գրամ կարագ և մի տուփ խտացրած կաթ 360 գրամ, մի թեյի գդալ կոնյակ և մի փոքր վանիլին։ Ցանկալի է, որ բոլոր բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի հետո մեր կրեմը հանկարծ չկտրվի։ Չնայած լինում են դեպքեր, որ կրեմը կտրվում է, փսորվում է, բայց դա էլ է շտկելի, որովհետև հնարավորություն ունենք այդ երևույթը շտկել։ Մինչ դուք կդիտեք ես ինչպես եմ բաղադրիչները խառնում, արդեն տեսանելի է, ես ասեմ, եթե հանկարծ ձեր կրեմը ընթացքում խտացրած կաթն ավելացնելուց հետո հանկարծ կտրվի, փսորվի, չխառնվեք իրար, մի ամանի մեջ եռացնում եք ջուր և ձեր կրեմի հենց տարան, այս ափսեն մեծ, դնում եք այդ ջրի մեջ, մի քանի վայրկյան, եթե սկսեց արդեն տակի շերտը տաքանալ, հալվել, անմիջապես վերցնում եք կրակի վրայից և սկսում եք հարել, անպայման ձեր կրեմը կունենա ահա այսպիսի գեղեցիկ տեսք։ Կրեմը պիտի լինի կարագային, տեսեք ինչպիսի համասեռ գեղեցիկ զանգված ունենք։ Եվ այսպես կրեմը հավաքեցինք ափսեի կողքերից և շատ գեղեցիկ կրեմ պիտի ունենանք, նաև շատ համեղ է լինելու։ Այժմ կրեմը դնենք մի կողմ, հոսանքը միացրեցին և տեսեք, թե ինչպիսի տեսք ունի մեր խմորեղենը, 3 ժամից ավել մնացել էր թավայի մեջ։ Ահա, արդեն թխվեց, թխեցինք 180 աստիճան տաքացված ջեռոցում ուղիղ 20 րոպե, ավել պետք չի, հենց կտեսնեք երեսը վարդագունել է, արդեն հանգիստ կարող եք հանել, բայց շատ բարձր ջերմաստիճան չլինի։ Տեսեք, թղթի շերտն էլ շատ հեշտությամբ անջատվում է։ Եվ այժմ մենք ունենք 30 անգամ 36 թավայով թխված մի շատ գեղեցիկ շերտ։ Շատ լավ խմոր էր, փաստորեն չփչացավ, թե չէ արդեն մտածում էի նոր շերտ եմ թխելու։ Եվ կտրտում ենք շրջանների ձևով։ Դուք կարող եք կտրել ձեր ցանկացած ձևանմուշով, քառակուսիների վերածել, ուղղանկյունների վերածել, ինչպես հարմար կգտնեք։ Ասեմ, որ այս շրջանների դիամետրը, տրամագիծը 7 սանտիմետր է, այնպես որ դուք ձեր հաշվարկը իմացեք, նախապես ձեր թավան ինչպիսի լայնություն, երկարություն կունենա, որպեսզի ձեր այս գեղեցիկ խմորեղենը, պիրոժնիները, մեր անվանած այսպես, ունենան հավասարաչափ տեսք և ավելորդ խմոր չկորցնենք։ Ահա, ավելացած խմորները ես արդեն պիտի մանրացնեմ բլենդերով, իսկ մեր խմորեկները արդեն պատրաստ են և ունենք 20 գեղեցիկ խմորեղենի բաժիններ։ Երբեմն այսպես ավելի հետաքրքիր է, որ սա իմ կտորն է և ես ուզում եմ այս կտորը ուտել, արդեն չենք կտրտում, մեծ եղավ, փոքր եղավ, շատ եղավ, քիչ եղավ, երբեմն այսպես ավելի հարմար է։ Այժմ գեղեցիկ ձևով կրեմը քսում ենք ամբողջ մակերեսով մեկ, ինչպես անում ենք, թաթախում ենք փշուրների մեջ, ինչպես հարմար եք գտնում, ինչպես սովոր եք անել, ես ասեմ, որ կարող էինք նաև 2 շերտ դնել իրար վրա կամ այս շերտը կիսել, բայց այդ դեպքում կրեմը շատ կստացվեր, բայց քանի որ ամառ է, ես չեմ կարծում, որ այդքան շատ կրեմը ավելի հաճելի կլինի։ Շատ թեթև և համեղ խմորեղեն է ստացվելու, վստահեցնում եմ, ինքներդ էլ պատրաստեք և չեք փոշմանի։ Եվ մի քանի, այսպես ասեմ, թխվածքաբաժիններ, խմորեղեններ, պիրոժնիներ, չգիտեմ ինչ բառ ասեմ, պիտի ուրախացնեմ մի փոքր ելակի կոնֆիտյուրով։ Մի քիչ, որպեսզի կրեմի համին խառնվի այս համեղ ելակի համերը։ Այսքանը բավական է, շատ չենք թրջում, ահա,
նույն ձևով թաթախում ենք փշուրների մեջ, կողքերը նույնպես պատում ենք եւ այսպես շարունակ։ Սա արդեն ձեր ցանկությամբ, կարող եք շոկոլադ տեղավորել շերտի վրա, կարող եք ծիրանի ջեմ կամ ցանկացած ինչ-որ ուրիշ մի քաղցրեղեն ավելի հետաքրքրական դարձնելու համար։ Սա արդեն ձեր նախասիրությանն է մնում։ Եվ այսպես մենք ունեցանք 20 կտոր խմորեղեն։ Տեսեք ինչքան հետաքրքիր է, 2 մատ բարձրություն ունի, շատ հաջող խմոր է, չգիտեմ, եթե այդքան 3 ժամ ու 20 րոպե չմնար, ավելի լավը կլիներ։ Տեսեք, 2 շերտ իրար վրա շատ բարձր է ստացվում, բոլորովին իմաստ չունի։ Մանավանդ որ թխում եք ընտանիքի համար, թխում եք ձեր հարազատներին հյուրասիրելու համար, երևելի ասենք սեղանների համար չէ։ Տեսեք, փշուրները լրիվ օգտագործվեցին եւ կրեմից մնացել է այս մի փոքրիկ կրեմը։ Սա էլ կարելի է իհարկե տեղավորել եւ վերջ, այժմ համտեսելու ժամանակն է։ Շատ գեղեցիկ է, չգիտեմ էկրանից այս կողմ ինչքան է ստացվում ձեզ ներկայացնել, շատ փափուկ խմոր է։ Ես չուզեցի թրջել որևէ շաքարային հեղուկով կամ կաթով, որովհետև այսպես մի քիչ չոր ավելի լավ է ստացվելու։ Կմնա, կհանգստանա եւ ամբողջ կրեմը կներծծվի այս մեր գեղեցիկ թխված գավազանների մեջ։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս գեղեցիկ խմորեղենով, որը ես անվանել եմ սկյուրիկ, վաղուց ի վեր, եւ կարծում եմ ձեզ դուր եկավ, իսկ ես ձեզ ասում եմ ցտեսություն։